Ինչու տանջվել համալսարանն ավարտելու համար, գրել ավարտական աշխատանք, եթե կարելի է ուղղակի վճարել ուրիշին։ Նա ձեր փոխարեն ամեն բան կանի, ձեզ կմնա գոնե մի անգամ կարդալ, իմանալ թե ինչ է գրել եւ գնալ ներկայացնել։ Վերջ, համալսարանն ավարտեցիք։ 20 միավորի աշխատանքներ են տալիս, բնօրինակությունը 85%, նշել են նաև 7 եւ ավելի տարվա փորձ ունեն մարդիկ։ Մի պահ Facebook, Instagram-ում փնտրես, դիպլոմային, կուրսային, թեզ փողով գրողների բազում էջեր կգտնես։ Ահա նաև կարծիքները նրանց աշխատանքների մասին։ Շատ լավ է պաշտպանել ուրիշի գրածը, անանուն անդեմ այս օգտատերը 98 միավորի է արժանացել։ Շնորհակալ է։ Այս մեկի 85-ն էլ զուտ այն պատճառով, որ շատ էլ արվել ելույթն ունենալիս, դողացել է, տեսնես ինչից, խեղճ մարդը չգիտի։ Դա մի շուկա է, որը անմիջականորեն հանգեցնում է, այսպես ասեմ, կրթության որպես գործընթացի հիմքերի քայքայման։ Այսինքն անիմաստ է դարձնում գիտելիքի կամ հմտությունների կամ կարողությունների ձեռքբերում։ Խնդիրը նա է, որ այդ ամբողջ կրթական համակարգում առաջի կուրսից մինչև վերջի կուրս, 4 կուրս, ընկած ժամանակահատվածում գիտահետազոտական աշխատանքի մեթոդաբանությանը ուսանողները լավ չեն ծանոթանում։ Եվ վերջում, ընդհանրապես ամենավերջում, երբ պետք է ավարտական աշխատանքներ գնեն, այդ ժամանակ սկսում են դժվարություններ ունենալ եւ հեշտ ճանապարհներով են գնում։ Էլեկտրոնային ռեգիստրի կայքում անգամ մոտավոր համընկման լրացուցիչ հնարավորությամբ չես տեսնի Get1 պետական գրանցում ունեցող կազմակերպություն, որը դիպլոմային ավարտական աշխատանք կամ թեզ գրելու ծառայություններ է մատուցում մեր երկրում։ Հետևություն համար 1, այդ գործունեությունն ինքնին անօրինական է, բայց այնպես չէ, թե պետական գրանցում չունենալու միակ պատճառը առցանց տիրույթում աշխատելն է։ Այդպիսի կազմակերպությունների կամ անհատները, որոնք նման ծառայություններ են մատուցում, հիմնականում գրանցված են ըստ ՊԵԿ-ի, գրանցված են որպես համակարգչային ծառայությունների մատուցողներ։ Փորձեցինք պարզել, ինչ արժեն այս ծառայությունները, փաստորեն այնպես չէ, թե շարքային ուսանողի գրպանին ձեռնտու է, տարբեր արժեքներ ունեն, ֆիքսված գին չկա, աշխատանքի ծավալից է կախված։ Սուրյանկյան հետ զրուցած ծառայություն մատուցողը ծիծաղով նաև շեշտեց իր խոսքով, նայած թե ինչ որակի գործ է պետք։ Դες մի շատ 100,000 կարա արժանա, էլի։ Իսկ շատ ուսանողներ են դիմում։ Անելի։ Ինչի համար են ավելի շատ դիմում։ Դիպլոմային։ Այսինքն բակալավրիատի շրջանավարտներ։ Հա։ Ինչքան ժամանակում եք գրում։ Մինչև 3-4 օր էլի մոտավոր։ Քիչ չի, հետազոտական հատվածը ոնց եք հասցնում։ Դե փաստորեն ուրեմն քիչ չէ, էլի հասցնում ենք։ Իսկ լինում է, որ նույն բանն եք տարբեր մարդկանց տալիս, եթե համընկնում են թեմաները։ Ամբողջը նույնը չէ, բայց որոնցանով բաներ լինում են պատահում։ Կառավարական տներում այս ամենի մասին չգիտեն, կապ հաստատեցինք կրթության ու գիտության նախարարություն, ասացին բարձրագույն կրթության հարցերի վարչություն չունեն, ուղղորդեցին իրենց ենթակայությամբ գործող բարձրագույն կրթության ու գիտության կոմիտե, սակայն այս կառույցից էլ արձագանքեցին, թե մեկնաբանություն չեն տա, քանի որ ակադեմիական բարեվարկության սահմանումը յուրաքանչյուր բուհի առանձին գործն է, բայց եթե իհարկե անհատական դիմում բողոքներ լինեն, մեկ առ մեկ կքննեն։ Այստեղ բուհերին էլ եթե հարցնեք, կասեն, որ մենք ոչ մի իրավունք չունենք, մեր տիրույթում չի եւ այլն։ Հիմա սա հասկանալի է, սա պատասխանատվությունը մեկից մյուսին։ Կրթական համակարգում բացի թողի վիճակ է, այսինքն չեն այս ոլորտում պատասխանատվության զգացումը շատ ցածր մակարդակի վրա է գտնում եւ ակադեմիական ազնվությունը կարելի ասել չի գործում։ Կրթության ոլորտի մասնագետները համոզված են, այսօր պետությունը գոնե այս խնդրի հետ կապված գրավորական կեցվածք ունի, քանի որ համոզվեց ջանքերը, որ ժամանակին փորձեց գործի դնել ապօրինի այս ծառայություններն արգելելու համար, անարդյունք մնացին։ Փորձագետները նաև համոզված են, եթե ինչ-որ բան անել, ապա բուհն է ի վիճակի։ Միանգամից չի լինի քայլ առ քայլ պետք է շարժվեն առաջ։ Ընդ որում մասնագետները ոչ թե կարծում են, թե բուհերը պիտի այդ ծառայությունները մատուցողների դեմն առնեն, այլ տան այնպիսի կրթություն, որ ուսանողների մտքի ծայրով անգամ չանցնի դիմել կեղծիքների։ Գուցե մի քիչ հեքիաթի ժանրն է հիշեցնում, կեսկատակ, կեսլուրջ իրենց խոսքն են մեկնաբանում։ Առաջադրանքները, որոնք տալիս են, պիտի լինեն այնպիսին, որոնք որ այսպես անիմաստ դարձնեն դիմելը նման կազմակերպությունների, իրենք պիտի այնպիսի առաջադրանքներ լինեն, որ դու ինքդ պիտի անես, իրենք պիտի ստուգեն այդ առաջադրանքները,
Պիտի ստուգեն, թե ինչպես ես դու մտածում, ինչ ես յուրացրել, ինչպես կարող ես դա կիրառել։ Այնուամենայնիվ, մինչև այդ իրականությանը հասնենք, ապօրինություններն այսօր տեղի են ունենում, ու եթե գիտկոմն ասում է անելիք չունի, գնդակը բուհի դաշտում է, Սուրանկյունը գնում է նաև նրանց պատասխանների հետևից։ Նախընտրությունը տվեցինք Մայր բուհին, Երևանի պետական համալսարանն ամենաշատ ուսանողներն ունի։ Տեղում պարզեցինք, որ ամիսներ շարունակ աշխատել են ու այս տարվանից արդեն ներդրել գրագողությունները որսացող համակարգ, դե հիմա փողով դիպլոմային գրողները նաև լուրջ մրցակից ունեն արհեստական բանականության դեմքով։ Իր մեջ ներառում է բոլոր հոդվածները, ամսագրերը հայտնի եւ բոլոր ինտերնետային ռեսուրսները, որոնք հասանելի են։ Համակարգը թեպետ նոր են ներդրել ու հիմա դեռևս անցումային փուլում են, բայց նախորդ տարիների շրջանավարտների աշխատանքներն են սկսել ուսումնասիրել։ Մոտ 50,000-ի կարգի ունենք հավաքած եւ այդ ամբողջը նորից վերբեռնվել է այդ միջավայր, որը հնարավորություն է տալիս նաեւ համեմատում անել նաեւ այդ աշխատանքների հետ։ Այսինքն արդյունքում ստացվում է, եթե ինչ որ մեկը դա միագրոսասական թեզի կամ աշխատանքի տարբերակով վերբեռնվել է, հաջորդ անգամ դա անմիջապես ուրեմն հայտնաբերվելու է։ Թե այս պահին արդեն ինչպիսին է ընդհանուր պատկերը, առաջին արդյունքները, կենտրոնի տնօրենը գնահատական տալուց զերծ է մնում։ Դեռևս յուրաքանչյուր ֆակուլտետ ինքն է որոշում պլագիատի մինչև քանի տոկոսն է ընդունելի համարում։ Ամեն դեպքում տեղում փորձարկեցինք համակարգը, տեղում տոկոսներ տեսանք։ Օրինակ ուսանողներից մեկի գրագողության ընդհանուր տոկոսը 36 էր, այդ պահին ամենաբարձրը։ Հեսա նայ բռնեց։ Նա ինչքան է բռնել։ Ու որտեղից է բռնել, հեսա ստեղից 106 բառ, հեսա սենց բռնել է։ Մինչև կքննարկենք ապօրինի մատուցվող ծառայությունների հարցը, արհեստական բանականության կիրառումը սեփական անվան տակ կամ համար, այն ինչ լսեցինք ու վերջաբանի փոխարեն ներկայացնում ենք, շշմեցնող է։ Տեսնում ենք, որ մի հատ պատահական կայքում դրված է հենց մեր դիպլոմային աշխատանքները ու վաճառվում է, ու բնականաբար դա վաճառում են հենց համալսարանի ղեկավարները, ովքեր որ մեզից վերցրել են այդ աշխատանքները, քանի որ դիպլոմային ամբողջությամբ այն պարունակությունն ուներ, ինչը որ մենք հենց անձամբ դասախոսի հետ քննարկելով, ձևակերպելով գրել ու ստացել էինք, տեղեկություններից սկսած ձևակերպումներից վերջացրած։ Իրոք ապշեցնող է, այսինքն պատրաստի դիպլոմային ծախում են նաև որոշ գիտղեկավարներ, փաստորեն ուսանող թե ղեկավար, գրող թե կեղծող, գրիչ թե ռոբոտ, առուծախի այս շրջապտույտի մեջ են, բարդ է անշուշտ պետության գործը, բայց մատը մատին չտալն ու լռելն էլ վիճակն ավելի բարձիթողի է դարձնում ու տանում դեպի քաոս։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։